Ընկերներ, հավանաբար դուք եք մտածում, որ սաղ օրը ես քայլում եմ տան մեջ, սենյակից այն սենյակ ես մաքրում եմ են անում, ես սաղ օրը վազքի մեջ եմ երեխեքին դպրոց, պարտեզ, էս, ու ինձ քայլել պետք չի, վազել պետք չի, որտեղ ես սաղ օրը արդեն քայլում եմ ու վազում եմ։ Ընկերներ, դա տենց չի աշխատում։ Վազելը ու քայլելը այդ աշխատում է որպես առողջություն, որպես մաքրում օրգանիզմի, որպես մկանների զարգացում։ Այն դեպքում, երբ որ դուք անդադար եք քայլում ու վազում, այսինքն կապ չունի դուք օրվա ընթացքում ինչքան եք վազել, փորձեք գոնե օրը 45 րոպե անդադար քայլել։ Կապ չունի դուք օրվա ընթացքում ինչքան եք վազել, փորձեք շաբաթվա մեջ գոնե 45 րոպե անդադար վազել։ Դա է տալու այդ առողջությունը, դա է տալու այդ էներգիան, այն ինչը որ դուք փնտրում եք ձեր ողնաշարի, ձեր կառուցվածքի եւ այլն, որովհետեւ այդ տան մեջ քայլելը, սենյակից սենյակ, գործ անել, գնալ մի հատ խանութ գալ եւ այլն, այս ավելի շատ ծանրաբեռնվածություն է առաջացնում օրգանիզմի վրա, սա ավելի շատ հոգնածնում է, սա ավելի շատ օրգանիզմը մաշում է, քան առողջություն է տալիս։ Դրա համար փորձեք այդ ամենը իրարից տարբերել, ընկերներ։ Ես գիտեմ, որ դժվար է, որ այդքան գործից հետո, այդքան երեխեքից ու այդքան ճաշ պատրաստելուց հետո, հա, որտեղ շատ կանեք մտածում են, որ իրանք եթե ոտքի վրա են ամբողջ օրը ճաշ են եփել, նշանակում է իրանք քայլել են։ Չէ, ընկերներ, դուք որ ոտքի վրա կանգնած ճաշ եք եփում, ձեզ ավելի ծանրաբեռնում եք ձեր օրգանիզմը։ Վազելը ու քայլելը դրանք լրիվ տարբեր ուրիշ բաներ են։ Փորձեք տարբերել ու առողջ եղեք։ Ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել։ Իսկ ես գնում եմ վազելու։